Ընտրվածքի բոլոր մասնակիցներն էլ երազում են հայտնվել կամ մնալ այս տասնյակում, սակայն այսօր միայն այս 10 մարդն են վայելում բարձրագույն իշխանության եւ ուժի հաճույքները։ Եվ այսպես, Սերժ Սարգսյան։ Մինչ քաղաքական բոլոր ֆիգուրները կամա թե ակամա խաղում էին իր գծած նախընտրական խաղը, նա փառքով ընդունվեց Փարիզում, հետո մեկնեց Մոսկվա եւ արժանացավ ամենաճոխ ընդունելությանը, իսկ վերջում էլ Աբու Դաբիում ջերմորեն շփվեց արաբական շեյխերի հետ։ Ներքաղաքական գզվռտոցին չմասնակցելով, նա շարունակում է իր ձեռքում պահել քաղաքական դաշտի բոլոր թելերը եւ դարձյալ մնում է ամենահզորը բոլոր հզորների մեջ։ Կարեն Կարապետյան։ Ռուսաստանում խոպան գնացած գյուղացուն նա ասում է թխի գա։ Ռուսաստանի դաշտուկ է։ Թխի գա։ Իրենից գրիչ ուզող կնոջ համար բացում է կոստյումը։ Տեսախցիկների առաջ Տաշիրի արքայազնից ներդրման խոստում է ստանում, շրջում է բոլոր մարզերով, անեկդոտ է պատմում, կենաց ասում եւ բարձրացնում է ոչ միայն ժողովրդի տրամադրությունը, այլև ՀՀԿ-ի կորսված ռեյտինգը։ Գինովցած տղամարդը հերթական անգամ որ վերադառնում է ուշ երեկոյան տուն, գինը դիմավորելուց ասում է, այս անգամ ինչ ես ասելու, ասում է դե դու խելոք ես, գիտես ինչ պետք է ասես, ասա։ Այս ամենի համար նա այսօր արժանացել է այս տասնյակի երկրորդ հորիզոնականին։ Վիգեն Սարգսյան։ Նա առաջինն է իշխանության նախընտրական ցուցակում եւ այդ իսկ պատճառով երրորդն է այս տասնյակում նախագահից ու վարչապետից հետո։ Նա չունի Կարեն Կարապետյանի անհաս խարիզման, բայց ունի հանդարտ ու հզոր խոսք, որով վերջերս շանթեց իր նախորդին։ Անկեղծ ասած շատ զարմացնում է իր կողմից հնչեցվող այն թեզը, որ ինքը բանակը գրեթե զրոյից կառուցեց, բայց եթե դա իրան օգնում է հանրային քվե ձեռք բերել, եթե դա օգնում է նրան ավելի ամուր երևալ հանրությանը, իր ընտրությունն է։ Ես այդպես չէի ասում։ Ճիշտ է, Սերյան Օհանյանն էլ տակ չմնաց, սակայն այդ լեզվական մենամարտում կրկին շահեց երիտասարդ նախարարը, քանի որ իր հետ հերակաբանը վիճող Օհանյանը շշպրելու փոխարեն հաջողախոսություն շռայլեց Վիգեն Սարգսյանին։ Իմ համար զարմանալի է, որտեղ եմ ես արտահայտել, որ ես զրոյից եմ սկսել այդ ամենը։ Տարոն Մարգարյան։ Նրա դիրքերն աննախադեպ ուժեղացել են, քանի որ նա ոչ միայն պատվավոր երկրորդ համարն է ՀՀԿ ցուցակում, այլև ապահովում է իշխանության ձայների մի հսկայական բաժինը։ Գիշեր-ցերեկ աշխատելով նա կարողանում է հավաքագրել ու համակարգել իշխանությանը տրվելիք երևանյան ձայները եւ ձեռքի հետ էլ հասցնում է բարեկարգել Գարնանային մայրաքաղաքը անվերջանալի ձներից քայքայված իր ճանապարհներով։ Այս ամենի հետ պարզվում է, որ հանուն իր կուսակցության նա կարող է նաեւ ակտիվ հռետոր լինել, հաճախակի ելույթներ ունենալով ՀՀԿ-ի քարոզարշավի ընթացքում։ Այո, եղել են նաև անհաջողություններ, բայց մենք այն քաղաքական ուժն ենք, որ պատասխանատվություն ենք կրում թե հաջողության, թե անհաջողության համար։ Վովա Գասպարյան։ Վարչապետը նրան խնդրեց իր անձնական կոնտրոլի տակ վերցնել պետավտոտեսչությունը։ Պարոն Գասպարյան, խնդրում եմ ուշադրություն դարձնել վերջի ժամանակներս ճանապարհային ոստիկանության հետ կապված բողոքները շատացել են։ Խնդրում եմ այդ դաշտը մի հատ անձնական ձեր կոնտրոլի տակ վերցնեք։ Մոռանալով, որ նա շատ վաղուց իր անձնական կոնտրոլի տակ է պահում ոչ միայն իր հսկայական ոստիկանությունն ու հարակից կառույցները, այլև երկրի ողջ քաղաքական զարկերակը։ Նրա կոնտրոլի տակ հեշտորեն ցրվեցին հացբերողի մահվան հետ կապված բոլոր ցույցերը, իսկ նրա փեսայի քարոզարշավը կազմակերպվեց բարձրագույն որակով եւ ամենակրեատիվ լուծումներով։ Գագիկ Ծառուկյան։ Ինչպես ներկայիս վարչապետին, այնպես էլ կոտայքած արքային ժողովուրդն ընդունում է մեծագույն սիրով եւ ջերմությամբ։ Նա գրկում է հասարակ գյուղացիներին եւ օդ բարձրացնում իրեն դիմող տատիկներին, հավաքում է հազարավոր խնդրագրեր եւ խոստանում իր 15 կետանոց բարելավումը։ Նրա անսահման կարողությունը եւ երկար տարիների բարեգործությունը նրան դարձնում են ամենահզորը ոչ իշխանականների մեջ եւ ամենասիրվածը իշխանության հետ կոալիցիան չբացառողների շարքում։ Սամվել Կարապետյան։ Նա ամենազդեցիկ մեծահարուստն է, ով ունի ջերմագույն հարաբերություններ բոլոր հայկական եւ ռուսական հզորների հետ։ Նրա ներդրումներն իր հայրենի Տաշիրում, նրա եղբոր խիստ ընդդիմադիր եւ անկեղծ ելույթները, նրա ընտանիքի երկարամյա օգնությունը Հայաստանին ապահովվել է նրա համար ոչ միայն հսկայածավալ հանրային հարգանք, այլև այս բարձր դիրքը ամենահզորների շարքում։ Գեորգի Կուտոյան։ Հավքն իր թևով, Սամվել Բաբայանն իր իգլայով չեն կարող ճեղքել հայկական սահմանն ու վտանգել իշխանության անվտանգությունը, քանի որ այդ սահմանին մշտարթուն է ազգային անվտանգության ծառայությունն իր արդեն բավականին թրծված, բայց դեռ տակավին երիտասարդ տնօրենով։ Նա ոչ միայն ամեն գնով ապահովում է իր ղեկավարության անվտանգությունը, այլև կարողացել է վտանգավոր դարձնել որոշ կաշառակեր չինովնիկների եւ հանցախմբերի գործունեությունը։ Վարդան Հարությունյան։
Չնայած վառելիքի եւ բանանի ներկրման հետ կապված սկանդալին, նա շարունակում է մնալ այն հազվագյուտ պաշտոնյան, որից չափազանց գոհ են բազմաթիվ գործարարներ, քանի որ մաքսատներում նա գրեթե վերացրել է լայնածավալ կոռուպցիան, իսկ հարկայինին թույլ չի տալիս նեղել տնտեսվարողներին։ Նա վարչապետի ամենաարդյունավետ եւ հզոր կադրն է, ինչի համար էլ արժանիորեն հայտնվել է ամենահզորների կողքին։ Ալեքսան Հարությունյան Վերակենդանացնելով ՀՀԿ-ի եւ իշխանության գրեթե զրոյացած վարկանիշը, այս հրաշագործ պրոֆեսիոնալը կարողացավ հնարավոր դարձնել անհնարինը։ Նա ՀՀԿ-ին տվեց նոր գույներ, ստեղծեց ՀՀԿ-ի նոր կայք, արգելեց իշխանության հին ու զզվեցրած դեմքերին երևալ քարոզարշավի ժամանակ, ամենուրեք ճիշտ ներկայացրեց սիրված վարչապետին եւ ցույց տվեց նախագահի միայն դրական կողմերը։ Այս ամենով նա մաքրեց իր անտաղանդ նախորդների ստեղծած ախոռը եւ նոր շունչ հաղորդեց մեռնող իշխանությանը։ Անկանխատեսելի է, թե ինչպիսին կլինի այս տասնյակը ընդամենը մեկ շաբաթ անց։ Ապրիլի 2-ից հետո ոմանք պատկերացնում են, որ այստեղ կհայտնվեն Ժիրայր Սեյֆիլյանը, Սեյրան Օհանյանը, Սամվել Բաբայանը, Ռաֆի Հովհաննիսյանն ու այլոք, իսկ ոմանք էլ գիտեն, որ ընտրությունները կանցնեն ինչպես միշտ, իսկ տասնյակում եւ ժողովրդի կյանքում ոչ մի փոփոխություն էլ չի լինի։